Ես Նարնեն եմ Նացականյան, Զոհված Թադևոսյան Վարդանիկին։ Այսօր ես կպատմեմ իմ ամուսնու մասին սիրով, հպարտությամբ ու կարոտով։ Վարդան Թադևոսյանը ծնվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում 1970 թվականի դեկտեմբերի 3-ին։ Սովորել եւ ավարտել է Վարդենիսի 3-րդ հիմնական դպրոցը։ Դպրոցն ավարտելուց հետո զորակոչվել է բանակ, այնուհետև սովորել է ենթասպաների դպրոցում, այնուհետև աշխատանքի անցել հայկական բանակում։ Հայկական բանակում աշխատելուց հետո դուրս եկավ, արտաքին աշխատանքի մեկնից Ռուսաստանում, քան տարի այնտեղ աշխատելուց հետո նորից վերադառնում է Հայաստան, մտածում է, որ պետք է ծառայի իր հայրենիքին։ 2020 թվականին ամուսինս որպես պայմանագրային զինծառայող նորից ծառայում է բանակում։ 20 թվականի փետրվարին ամուսինս պայմանագրային զինծառայող էր արդեն աշխատում։ Երբ աշխատանքից տուն վերադարձավ, ինքնից մի ասաց Նարն ուզում ես քեզ անպայման մի բան ասել, գիտես ասաց պատերազմ կլինի։ Հենց սեպտեմբերի 25-ին ասես Նարն գիտես պատերազմ կլինի ու այնպես էր, որ պատերազմի մասին երբեք խոսք չի եղել ու ասեց գիտես պատերազմ կլինի ու ես կզոհվեմ։ Ես կզոհվեմ, Նարն ասեց դու հերոսի կին կլինես, երեխաներիս լավ կպահես։ Գիտես ասեց ամենաառաջին քեզ լավ պահես, որ իմ երեխաներին դու լավ պահես ու ես վերևից կնայեմ ձեզ ու ձեզանով կհպարտանամ, միշտ գլուխդ բարձր կպահես, որովհետև դու հերոսի կին ես։ Ինձ ասեց Նարնե ջան, գիտես, միշտ իմաց ես քո կողքով կքայլեմ, որտեղ էլ որ լինես, որտեղ, ինչ դժվարության մեջ էլ լինես, իմացիր, որ ես միշտ քո կողքին եմ ու քայլում եմ քո կողքով ու այդ բառերը մինչև այսօր ինձ ուժ են տալիս։ Ես զգում եմ իր ներկայությունը, անընդհատ, ամեն պահին, ամեն վայրկյան։ Մենք ունենք 3 երեխաներ։ Աղջիկներս 20 և 18 տարեկան են, տղաս 16 տարեկան։ Գիտեք շատ դժվար է, երբ նայում եմ նույնիսկ նրանց աչքերին, թախծոտ, տխուր։ Ես երբեք չեմ կարողանա լրացնել այդ բացը, երբեք։ Բայց անում եմ ամեն ինչ նրանց համար, որպեսզի նրանք երբեք չզգան իրենց հայրիկի մակս։ Բայց անզոր եմ։ Գալիս է մի բա, որ ես նայում եմ երեխաներին ուժ եմ գտնում, ասում եմ ես երբեք չպետք է կոտրվեմ։ Իմ երեխաները երբեք պետք է տխուր չլինեն։ Գիտեք, հերոսի կինը այդ զոտ այդպիսի անուն չի, այդ վեհությունն է։ Ու ես այդ անունը, այդ վեհությունը պատվով եմ գրում։ Հերոսի ընտանիքը պետք է պատվով ապրի։ Ու ես հույս ունեմ իմ ամուսնին ինձ նայում է ու ինձանով միշտ հպարտանում է։ Քարվաճառում է ծառայել, ինքն ինձ ասեց, որ գիտես հայրենիքի համար զոհվելը մեծագույն պարգև է։ Ուզում եմ, որ իմ ամուսնուն հիշեն ոչ թե զոհվածի, այլ հիշեն որպես հայրենիքի համար գործողություն կատարող սուրբ մարդու։ Գիտեք, հայրենիքը ընտանիքից վեր դասեց։ Հոկտեմբերի 19-ին առավոտյան ինքը զանգում է ինձ, ասում է Նարնե ջան, գիտես, ես սրանից հետո ամեն օր քեզ կզանգեմ, բայց չեմ խոստանում, որ կգամ։ Բայց քեզ կզանգեմ ամեն օր։ Ու հեռախոսն անջատվեց այդ պահին։ Հեռախոսը որ անջատվեց, չգիտեմ, ես ինչ զգացի, մռմուր, ցավ, չգիտեմ։ Ու այդ պահին, ասում են, հենց այդ պահին իմ ամուսնը զոհվել է։ Ու մինչև այսօր ես սպասում եմ իր զանգին։ Հենց այդ օրը Քարվաճառում բազաներ կոչվող դիրքում է զոհվել ամուսինս, հենց այդ օրը հանգիստը շատ հանգիստ է եղել, շատ հանգիստ։ Սնարյադի հարվածից է ամուսնը զոհվել։ Ընկերը մոտեցել է, որ ամուսնուս դուրս բերի է։ Ինքն էլ է զոհվել։ Այսօր ես հպարտությամբ կրում եմ Վարդանի կին անունը։
ու այդ հպարտությունը, հերոսությունը ինձ թույլ է տալիս, որ ես ապրեմ, ես թույլանալու իրավունք չունեմ, ես պետք է ապրեմ, շարունակեմ ապրել, որպեսզի պահեմ իմ երեխաներին։ Եթե ինձ հնարավորություն լիներ, գիտեք ես ինչ կասեի Վարդանին այսօր։ Կասեի շնորհակալ եմ քեզանից, որ ինձ սովորեցրիր ուժեղ լինել, որ ինձ նվիրեցիր 3 հրաշք, բալիկներ, որոնց շնորհիվ այսօր ես ապրում եմ։ Գիտեք ինքը երբեք չէր զանգում։ Ես կարող եմ մի փոքր դրվագ պատմել, երբ Վարդանը գնաց, ես լուր չունեի, արդեն 10 օր ես Վարդանից լուր չունեի ու ես զանգում էի բոլոր ընկերներին։ Ուղղակի ուզում էի իմանալ, գոնե մի լուր իմանայի, ընկերներն ինձ ոչ մեկ պատասխան չէր տալիս, մենակ ասում էր, որ Թադևոսյան Վարդանը լավ է, ու 15-րդ օրը Վարդանը ինձ զանգում է, ասում է Նարնի ջան, չեմ կարող պատասխանել քո զանգերին, ոնց կարամ ես պատասխանեմ, եթե 18 տարեկան տղերքն այլևս չկան։ Ես չեմ կարող իրանց նայեմ ստեղ, ոնց են իրանք այսպես լինում ու ես զանգեմ քեզ, խոսեմ, ես իրան ասում ինչ կլինի գոնե օր մի անգամ, ընդամենը մի անգամ զանգի, շաբաթվա մեջ թեկուզ մի անգամ ուղղակի քո ձայնը լսեմ, ասեց կզանգեմ, բայց չգիտեմ երբ։ Ու ես չգիտեմ երբ կգա։ Դուք ինձ անթափ սպասեք։ Վարդանին բերում են, բայց բակ։ Ես չեմ տեսել։ Քսաներկու օր համար պայքարատվել, ես չեմ տեսել։ Ոչ բան չեր ասում էր մենակ լավ կլինի։ Անկախ ամեն ինչից լավ կլինի։ Գիտեք, ես մտածում էի, երբ Քարվայ Արցախը դեռ չէին հանձնել, ես մտածում էի, որ ամուսինս, որ զոհվեց, ինչ-որ բանի համար զոհվեց, այսօր զոհվեց հանուն իր երեխաների, իր ընտանիքի, իր ազգի համար, երբ Արցախն ընկավ, ես մտածեցի, որ իսօր զոհվեց, անիմաստ զոհվեց։ Ես հիմա ուզում եմ, որ իմ ամուսնուն ճանաչեմ որպես հայրենիքի նվիրյալ զավակի։ Ես և Վարդանը շատ պատահական ենք ծանոթացել, այսինքն ամուսնացել, Վարդանը ինձ պատահական ինստիտուտի մոտատեսել, ու սեր առաջին հայացքից սիրահարվել է, ես չեմ իմացել։ Հետո անցել է 5 տարի ու ինքնից միշտ փնտրել է ամեն օր, ու չի ճանաչել, թե ես ով եմ, որտեղից եմ, անցնում են տարիներ, ուզում ամուսնանա, իր բարեկամներն ասում են, որ նա լավ աղջիկ կա մեծ Մաստրիկում, ես մեծ Մաստրիկից եմ, ասում են մեծ Մաստրիկից լավ աղջիկ կա ու ուզում եք որ դու տեսնես իրան, Վարդան չի համաձայնում, ասում է չեմ ուզում մեծ Մաստրիկից աղջիկ ուզեմ, թող Վարդանիսից լինի, ստիպում են իրեն, ասում են ինչ կլինի, գոնե մի անգամ այդ աղջկան տես։ Ու ինքը ինձ տեսնում, գալիս է ինստիտուտ, ինձ տեսնում է, հենց տեսնում է, ասում է, որ հենց այս աղջիկներ, որ ես տեսել եմ տարիներ առաջ, ու հենց այդ օրը գալիս է Վարդանը մեր տուն։ Գալիս է և մենք ամուսնանում ենք։ Ես 20 տարեկան էի, ինքը 23 այդ ժամանակ։ Աչքերի փայլով պատմում եք։ Այդ կապված յուրաքանչյուր հիշողություն ես ուրախությամբ եմ պատմում իրա կատակները, բոլոր դրվագները գալիս է մի կետ, որ ես պատկերացնում եմ, որ ինքը պիտի չլինի, ես գիտակցում եմ, որ ինքը չկա, բայց գալիս է այդ կետը, որ ես պատկերացնում եմ, որ ինքը պիտի չլինի, ես ուղղակի խելագարվում եմ։ Ես ապրում եմ գիտեք ինչ հույսով, որ ինքը ուր որա կգա։ Եթե ես մեկ վայրկյան պատկերացնեմ, որ Վարդանը չի լինի, այդ արդեն իմ համար մահ է, բայց գիտակցում եմ, որ չկողակ չեմ ուզում, որ պատկերացնեմ, որ պիտի չլինի։
Չեք ընդունում դեռ։ Չեմ ընդունում դեռ։ Արդեն 5 տարի, սա կլինի 5 տարի, ու ես միշտ սպասում եմ ու սպասելու եմ։ Որովհետև ինքն իմ համար ամեն ինչ է։ Իր անկյունը իմ համար սրբատեղի է։ Այս անկյունն ինձ ուղղակի ուժ է տալիս։ Ես կարող եմ ժամերով նստել, իր հետ խոսել, պատմել առօրյայում ինչ է կատարվում, մենք ինչ ենք անում։ Ինձ թվում է ինքն ինձ լսում է։ Ինքն ինձ ուժ է տալիս։ Ես միշտ երազում տեսնում եմ, հատկապես եթե այդ օրերը շատախուր եմ լինում, ասեմ, որ եթե մենք ուրախ ենք լինում, տխուր ենք լինում, մենք անպայման պետք է գնանք գերեզման, չգիտեմ ինչի համար, պետք է գնանք իրան պատմենք։ Պատմենք առօրյա հոգսերից, այդ օր ինչ կատարվավ, ինչ է կատարվում մեր տանը, ինչ ենք անում, ինչ ենք խոսում, ու մեզ թվում է, ինձ ու երեխաներից, որ ինքը մեզ լսում է։ Ու պարտադիր ես պարտադիր այդ օր երազ տեսնում եմ, ու ինքը ուրախ, ոնց որ ինքը իմ հետ լինի ու ինքը ինձ ուրախ դիմավորում է, որ հա այդ գործը սենց կանես, այդպես ապրում ենք։ Վարդանը կենսուրախ, նվիրված, անկեղծ անձնավորություններ ու իր կյանքը վստահեց հայրենիքին։ Շատ էր ուզում, որ իր 3 երեխաներն էլ սովորեն, լավ մարդ դառնան։ Ու միշտ ասում էր Նարինե ջան, ուզում եմ, որ երեխաներս այնքան լավ մարդիկ դառնան, որ երբ ինձ տեսնեն, ասեն, գիտեք, Թադևոսյան Սերոժայի պապան է, ու ես ինձ հպարտ զգամ։ Ես չեմ ուզում լինեմ հարուստ հայր, ես ուզում եմ լինել հպարտ հայր։ Ու այդ բառերն ինձ այնքան է ոգեշնչում մինչև առ այսօր, որ ես ուզում եմ ամուսնուս կիսատ թողածն անպայման ավարտին հասցնեմ։ Եվ ուսման, եւ յուրաքանչյուր հարց այն, որ մենք պետք է լուծեինք իրար հետ, ես ուզում եմ, որ ավարտին հասցնեմ։ 15 տարի սուտքում էր ծառայել ամուսինս, 20 թվականի փետրվարից մինչև սեպտեմբեր ամիսը քարվաճառ։ Այսինքն գրեթե 16 տարի։ Այո։ Դեն սովորել էինք ու հպարտությամբ էի ճանապարհ դնում իրան, մինչև այսօր, երբ ես զինվորական հագուստով մարդ եմ տեսնում, զինվորական եմ տեսնում, ինձ համար շատ դժվար է, շատ։ Բայց հոգուս խորքում մտածում եմ, որ իմ ամուսինը ինձ համար հայրենիք։ Այն հայրենիքը, որում հիմա մենք ապրում ենք։ Ու միակ ցանկությունս ուզում եմ, որ խաղաղություն լինի։ Ոչ մի երեխա անհայր չմեծանա։ Շատ դժվար է նայել անհայտ մեծացող երեխայի աչքերին, շարժու ձևին, չեմ ուզում, որ ոչ մի կին ամուսին կորցնի։ Ու բոլորին ում ճանաչում եմ իմ ընկերուհիներին, բոլորին ասում եմ, վայելեք յուրաքանչյուր պահը, արժևորեք ձեր ունեցածը, ամեն ակնթարթը արժևորեք։ Ինձ ուժ է տալիս իմ ամուսինը։ Ես կոտրվելու իրավունք չունեմ։ Ես ուզում եմ, որ իմ երեխաները հպարտ լինեն, որ հերոսի երեխաներ են։ Ու նույն հպարտությամբ շարժվեն առաջ։ Միշտ ներկայա լինելու։ Ինքը դուք եք պահող էլ իրան ապրեցնողը դուք եք այս պահին։ Քանի ես կամ Վարդանը կապրի։ Գիտակցումով գնում են առաջ։ Երբ ասում են չեն գիտակցում, չկա նման հասկացողություն։ Գիտակցում են, որ հայրենիքը միակն է ու այդ հայրենիքի համար վստահում են իրենց կյանքը։ Անգամ իրենց ընտանիքից բարձր են դասում հայրենիքը։ Երբ ես Վարդանին ասում եմ, Վարդ կլինի, որ մի օր գաս կոնետում, ասում եմ, ինչի համար կամ դու Նարինե ջան, ոնց կամ։ Երբ պատերազմն ավարտվի, ես անպայման կգամ։ Ու իմ համար պատերազմը դեռ չի ավարտվել, որովհետև իմ ամուսինը դեռ տուն չի եկել։
Դրա համար մենք սպասում ենք։ Կուզեի ավելացնել, որ մատաղ սերունդը թող ճանաչի իմ ամուսնուն նման տղերքին, որպես հայրենիքի նվիրած զավակներ, որոնք մեկ վայրկյան չվարանեցին ու իրենց կյանքը նվիրեցին հանուն հայրենիքի։